Որցուկն է, Ավրորան ուրա որցուկ, արդեն աչքս վախեցած է, որովհետև Բյուրեղավանում փաստորեն կա լեպտոսպիրոզ դեղնող, ոչ թե պիրոպլազմոզ, որը ստացվում է ավելի հեշտ բուժվող է, այլ լեպտոսպիրոզ։ Կարող եք բացել, կարդալ, բայց վստահ եմ, որ չեք կարդալու եւ ինֆորմացիա եք ուզելու մեծ քանակով ինձանից։ Ես թեթև կտամ ինֆորմացիա, խնդրում եմ մնացածի դեպքում անպայման բացել եւ կարդալ։ Հա, մուլտիկ ջան, արի։ Հեսա բացեմ նաեւ քո ընկեր Լունտիկին։ Դու չկայիր երեք, իրան տեղափոխում էի, բայց քանի որ ապահով չէր դեր տեղը, հետ եմ բերի, միջև դա ամբողջությամբ փակեմ բոլոր անցքերը նոր, որովհետև կատուների դեպքում Փախնելու հավանականությունը մեծ է։ Կեր մուլտիկ ջան, ջուրը կա։ Արի, չեմ բռնում։ Ինքը կերել է, մուլտիկ ջան, տանը դու կեր։ Եկեք։ Տեկինա որցուկ, Ավրորա, դու էլ արի։ Արի։ Ժողովուրդ ջան, լեպտոսպիրոզը կամ ժողովրդի մեջ ընդունված դեղնախտը շների մոտ վտանգավոր բակտերիալ հիվանդություն է, որը հիմնականում վնասում է լյարդը, երիկամները, նաև թոքերն ու արյունատար համակարգը։ Այն առաջանում է լեպտոսպիրա կոչվող բակտերիաներն են առաջացնում։ Շները հաճախ վարակվում են կեղտոտ ջրից կամ լճակներից, առնետների եւ այլ կրծողների մեզից, վարակված կենդանու մեզի հետ շփումից, երբեմն նաև հողի միջոցով։ Ախտանիշները կարող են լինել բարձր ջերմություն, թուլություն, շուտել, փսխում, դեղնություն աչքերի կամ լնդերի դեղնություն, մուգ մեզ կամ ընդհանրապես չմիզել, ցավեր, դող, ի դեպ գառնուկը չէր միզում։ Դա վկայում էր, որ երիկամները չեն գործում։ Ծանր դեպքերում նաև շնչառական խնդիրներ ու արյունահոսություն է լինում։ Կեր սիրունս, կերեք, ես մնամ այստեղ, այնուհետև վերցնելու եմ եւ չեմ ասի, թե որտեղ կթողնեմ, բայց դուք կիմանաք, որովհետև երեք կերակրեցի, իրենք հետևիցս եկան, գնացի տուն, երևի մի 10 րոպե չէր անցել, հետևից եկա ու այստեղ բավականաչափ կերեր ու ոչ մի հատիկ կեր չկար թողնված։ Չեմ ուզում ոչինչ ասել։ Իդեպ լեպտոսպիրոզը վտանգավոր է նաև մարդկանց համար, մարդը կարող է վարակվել վարակված մեզի կամ այրան հետ շփումից։ Դրա համար շատ կարևոր է ձեռնոց օգտագործել մեզը կամ փսխումը մաքրել ախտահանիչով, լավ լվանալ ձեռքերը, մյուս կենդանիներին առանձնացնել։ Իհարկե ցանկալի կլինի կենդանիներին պատվաստելը, բայց հասկանալի է, որ փողոցում ապրող բոլոր կենդանիներին չես կարող պատվաստել։ Բուժումը սովորաբար ներառում է ուժեղ հակաբիոտիկներ, սիստեմաներ, լյարդի երիկամին աջակցող բուժում, երբեմն նույնիսկ արյան փոխներարկում կամ ինտենսիվ թերապիա։ Իդեպ ասեմ, Զաբելին եւ Գառնուկին երկուսին էլ փոխներարկում արյան արվել է, որը ցավոք ամեն դեպքում չի օգնել, քանի որ նրանց երիկամներն ախտահարված են եղել եւ ոչ մի կերպ չեն վերականգնվել։ Իդեպ ուզում եմ հիշեցնել, եթե հիշում եք, ինչը ինձ շեղեց, որովհետև միջդա չէի հանդիպել, Զաբելի բերանի վերքը։ Փաստորեն իրականում այդ վերքը ոչ թե արտաքին գործոնների արդյունք էր, այլ հավանաբար շները սովորություն ունեն շարժվող ինչ-որ իրերին այսպես մոտենալ, հավանաբար կռիցը նույն ինքը առնետն էր գծել, որի դեպքում ես պարզապես չէի իմանում, որովհետև չէի կարող պատկերացնել ու առհասարակ չէի լսել այս հիվանդության մասին, լեպտոսպիրոզի մասին։ Հարց կար արդյոք կատուները վարակվում են դրանով, այո, վարակվում են, բայց շներից շատ ավելի հազվադեպ եւ ծանր չեն տանում։ Կատուների օրգանիզմը ավելի դիմացկուն է այդ բակտերիայի նկատմամբ։ Վարակումը հիմնականում լինում է էլի առնետներից, մկներից, վարակված ջրից, հիվանդ կենդանու մեզի հետ շփումից, երբեմն վարակված միս կամ որս ուտելուց։ Իդեպ չգիտեմ որքանով առնչություն ունի Բյուրեղավանի համաճարակի ջրից առաջացած համաճարակի հետ, որը կար Բյուրեղավանում ու մինչև հիմա մարդիկ ծորակից անգամ ջուր չեն խմում։
Իդեպ ասեմ, իսկ դրսում ապրող շունը ինչքան էլ ես ջուրը բերեմ, իրենք դրսում են ապրում, այստեղ կան լճակներ, կանալիզացիայից բաց վայրեր, հեռավոր հատվածներում, եւ շները կարող են նաեւ օգտվել այդ ջրից, ինչը գուցե վարակի տարածման պատճառ կարող է հանդիսանալ։ Ինչպես ասում են, Բյուրեղավանում փաստորեն այդ վարակը կա, ինչը շատ վատ է։ Շներից կարող է մարդուն փոխանցվել, բայց ոչ թե սովորաբար նրանց դիպչելուց ընթացքում, այլ եթե նրա մեզի այրան փսխման քթի միջոցով, լորձաթաղանթի, ձեռքերի, բաց վերքերի միջոցով կարող են փոխանցվել, դրա համար շատ կարևոր է անպայման լվացվելը եւ հիգիենան պահպանելը։ Իդեպ այս հիվանդությունը նույնպես ունի գաղտնի շրջան, այսինքն այս հիվանդությունը նույնպես ունենում է գաղտնի շրջան, լեպտոսպիրոզ հիվանդությունը։ Մնացած ինֆորմացիան, եթե ձեզ հետաքրքրում է, պարզապես խնդրում եմ գրել, փորձել ինֆորմացված լինել, տեղեկացված լինել եւ պահպանել անվտանգության կանոնները։ Ձեր շներին շատ կարեւոր է պատվաստել, իսկ դրսում ապրող բազմաթիվ կենդանիների պահով հասկանալի է, որ բոլորին անհնար է պատվաստել։ Հուսալ, որ այլևս կորուստ չեմ ունենա, հավատացեք, ինձ համար ծանր է այս կորուստը, իսկապես ծանր է։ Էլ չես ուտում, այստեղ Ավրորա, լավ, ուրեմն ես քեզ ուրիշ տեղ կեր կթողնեմ, համենայն դեպս ոչ էստեղ։ Կեր որցուկ։ Զգուշ եղեք։ Հա, ջանջա որցուկ, զգուշ եղեք։ Այ Ավրորա, տարբեր տեղեր ա ուտում։ Զգուշ եղեք ու լավ մնացեք։ Ավրորա ջան, զգուշ կլինես։ Ինչ է, մուլտիկ։ Այն լունտիկը եկել էր, ինչ էր ասում։ Ուզում էր էլի իրան տանեմ, չեմ տանում, դեռ չեմ տանում, մինչև 100%-անոց կոմպակտ փակ չլինի, չեմ տանելու։ Գնաք օտար տեղ կորեք, դե հետո ընկնեմ կատու ման գամ։ Մի արի, փիսո։ Կեր սիրած։ Ուրեմն այդտեղ կեր, մի վախեցի, եկեք տեսնեմ։ Դուք ավելի խոցելի եք, որովհետև վախկոտ եք։ Անհնար է ձեզ դիպչել կամ, չգիտեմ, նույնիսկ սպրեյ անելն է անհնար, ուր մնաց թե հնարավոր լինի, օրինակ ինչպիսին սպիտակն է։ Ինչ շարունակելով լեպտոսպիրոզի թեման, ասեմ, որ ունի նաև ինկուբացիոն շրջան, գաղտնի, որը տևում է հիմնականում 2-ից 14 օր, եւ միայն երբ որ արդեն ախտանիշները ի հայտ են գալի, դեղնություն, փսխում, թուլություն, լուծ, այդ ժամանակ է հնարավոր կանխատեսել, իսկ այդ ժամանակ արդեն փրկելու շանսերը ավելի քիչ են։ Իդեպ սպիտակը մասին, որին ես արդեն 8 տարի շարունակ կերակրում եմ, նրան մոտենալ դիպչել առհասարակ հնարավոր չէ։ Ու մնաց պատրաստված մասը։ Արի սպիտակ։ Եվ Աստված մի արասցե այս վախկոտներին ինչ որ բար լինի։ Առավել ևս սպիտակին բռնելը ուղղակի անհնար է։ Եկեք լավ հերիքակապիկություն անեք։ Սպիտակ մի մնա այդտեղ, արի, ինչքան է սիրուն սպիտակը մնալ այդտեղ, արի լավ։ Հանգիստ կերեք։ Պետք է նշեմ, որ մարդիկ Բյուրեղավանի ծորակից ջուր դեռ չեն խմում ու իրենց իսկ խոսքերով խելոք մնա սպիտակ։ Կեղտաջրերը, կանալիզացիայի ջրերը խառնվել էր խմելու ջրին, որի պատճառով բազմաթիվ մարդիկ վատ զգացողություն են ունեցել, տեղափոխվել են բուժական հաստատություններ, որտեղ ախտորոշվել են համապատասխան վարակները, ինչից ձեռ չեն կարող մնալ նաև կենդանիները, որովհետև այդ ջուրը, որը խմում են, կարող է լինել կանալիզացիայի, ինչպես գիտեք, կրծողները սիրում են կեղտաջրերի մեջ ապրել։ Լեպտոսպիրոզը հաճախ կասկածում են շարունակ, երբ լինում է հանկարծակի թուլություն, չուտել, բարձր ջերմություն, փսխում, դեղին աչքեր կամ լնդեր, մուգ մեզ, քիչ միզել կամ ընդհանրապես չմիզել, նորից եմ կրկնվում, ցավոտ քայլվածք, ուժեղ ծարավ։ Իսկ հաստատ իմանալու դեպքում պետք է անասնաբույժները անում են արյան անալիզներ, լիարդ երիկամներ, որի դեպքում արդեն մանրամասն հետազոտությամբ պարզվում է։ Քանի որ հիվանդությունը շատ արագ է զարգանում, շատ կարևոր է արագ արձագանք, իսկ նորից եմ կրկնում, դրսում ապրող կենդանու պարագայում, երբ անհնար է հետևել նրանց մեզին ու ամեն պահ իմանալ որտեղ ինչ վիճակում են գտնվում, դժվար է։ Ամեն դեպքում հիմա տեսեք, ես կերակրում եմ, հետևում եմ իրենց,
բոլորը ուտում են, ուղղակի այս վախկոտը այստեղ կգա, մի քիչ նեղացրեցին, հիմա կբերեմ այդտեղ կուտես։ Ուտում են, ես մտածում եմ, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է։ Բայց նորից եմ ասում, որ շատ բարդ է դրսի կյանքը ու ցավոք այդ հարուցիչը լեպտոսպիրոզը կա բյուրեղավանում, որովհետև արդեն երկրորդ շունն եմ կորցնում, ինչը շատ ցավալի։ Հա, սև ու գնակ էր։ Այստեղ է լեկար վազելով, մյուսն էլ այնտեղ, քանակով այնքան շատ են, բոլորին ուշադիր լինել ուղղակի հնարավոր չի, հազիվ եմ հասցնում կերակրել նրանց։ Հանգիստ, սա էգ է, սա որց է, հրաշալի կլիներ, երբ որ բոլոր շները դրսում լինեին պատվաստված, ստերջացված, պատվաստված այդ բուկետ կոչվածը, մի քանի պատվաստումներ, կատաղության դեմ պատվաստում, շատ կարևոր բաներ, որոնք որ չեն արվում։ Սպասեք ձեզ, հիմա կբերեմ առանձին տեղ կտամ հանգիստ։ Կեր սիրունս, կանխարգելից միջոցառումներ հերթի մեջ սպասողներ էլ ունենք։ Երբ մենք խոսում ենք անվտանգ հասարակություն, դա այս պահին չի նշանակում դրսում կենդանի չլինի, շուն չլինի, կատու չլինի, որովհետև հավատացեք ինձնից շատ ոչ ոք չի ուզում, բայց այս պահին հասնել դրան ուղղակի հնարավոր չէ, երբ որ ամեն օր մարդիկ իրենց տան պահած, փոքր ժամանակ վերցրած պահած շանը դուրս են հանում։ Խոսքը գնում է անվտանգ հասարակություն ունենալու մասին, որտեղ շները պետք է լինեն ստերջացված, պատվաստված, կատաղության դեմ եւ մյուս հիվանդությունների դեմ։ Այդ դեպքում կարող ենք խոսել անվտանգ հասարակություն ունենալու մասին։ Իսկ այս պահին ցավոք առհասարակ ոչ մի բանի մասին խոսելն է ավելորդ։ Բոլոր վտանգները առկա են։ Հերթական պարկը դատարկվեց։ Ես անհատ եմ եւ իրականում այսքան շանը ընդամենը հասցնում եմ կերակրել, երբ որ տեսնում եմ շունը վատ է, արդեն վատ է, հասցնում կլինիկա։ Ցավոք ավելին անել չեմ կարող։ Չեմ կարող բոլորին բուժել, չեմ կարող եկավ կաղացող հասկի նվիկը միացրած պատվաստել բոլորին, այսինքն դրանք այնքան մասշտաբային ծրագրեր են, որ մի անհատը չի կարող մեկին անի, երկուսին անի, չի կարող բոլորին անել, ցավոք։ Հա սիրունս, քեզ կարողացա օգնել, ստերջացրեցի, վերքերդ բուժեցի, բայց ցավոք բոլորին չի հաջողվում դա։ Անել բոլոր կենդանիներին չեմ կարող։ Քիչ պտտվի էլի դու էլ իրա հետևից։